երեգել իմացել եմ բաննա Կտրիչ Ներսիսյանն պատվիրակություններ ուղարկել տարբեր գյուղեր եւ բնակավայրեր նոր հեղափոխություն մեկնարկելու բանով Ովքեր են համայնքներ գնացել, հոգևորականներ թե աշխարհիկներ, ում են հանդիպել ու ինչ են ասել, որ վարչապետ Փաշինյանը կարծում է հեղափոխություն են սկսելու իր իշխանության դեմ։ Երկրի ղեկավարն այսօր առանց հստակ փաստերի, անունների ու կոնկրետ մանրամասների լրագրողներին պատմեց իր տեղեկությունը։ Կաթողիկոսի հետ կապված մենք տեղեկություններ ունենք, որ տարբեր բնակավայրեր խմբեր են ուղարկվել շոշափելու համար հոգևոր քաղաքական չգիտեմ ինչ շորերով են գնացել որպեսզի զոնդաժ անեն այսպես ասած հասարակական քաղաքական շարժում սկսելու հնարավորությունը 2024 թվականի process-ների նմանությամբ Բագրատի հեղափոխությունից պրծանք հիմա էլ սա սկսելու է Կտրիչի հեղափոխություն գալու աստեղ ասի 15 րոպե եմ տալիս նզովյալ լինես, եթե հրաժարական չտաս։ Նիկոլ Փաշինյան, մենք ժամանակ ունենք հրաժարական ներկայացնելու։ Նիկոլ Փաշինյանի նկարագրությամբ մտադիր են Տավուշի նախկին թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի շարժման պես մի բան նախաձեռնել, որ Տավուշից սկսվեց 2024-ի գարնանը հայ-ադրբեջանական սահմանազատման փուլում։ Երևանում շարունակվեցին Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերն ու 2 ամսից մարեցին։ Ուժային կառույցները հունիսին ընդդիմադիրների ցույցը ցրեցին լուսաձայնային նռնակներով։ Նիկոլ Փաշինյանը իր տեղեկությունների մասին պատմեց անկլավների հարցին պատասխանելիս։ Հնարավոր է Տիգրանաշենն այցելել իր նշած մարդիկ, հատկապես որ վերջին օրերին ակտիվացել է այս թեման։ Նա ոչ մի հստակ բան չասաց։ Տիգրանաշենը Պարույր-Սևակ բնակավայրի մի մասն է։ Բնակավայրի ղեկավարը լսել է, որ բողոքի ալիք հրահրող խմբեր են այցելում իրենց գյուղեր։ Լյուդվիգ Ստեփանյանն էլ հստակ տեղեկություն չուներ։ Եթե այդ բանը ասում է, դա իրականության մեջ կա, որ մարդիկ են եկել, բայց ինչի համար են եկել, ոնց են եկել, այդ ինֆորմացիան, որ ասում են իրանց մոտ է, էլի, ես չեմ կարող ասեմ։ Հերթական զրպարտությունն է։ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցից ժամեր անց արձագանքեցին Մայրաթորից։ Վեհափառը որևէ պատվիրակություն, որևէ համայնք չի ուղարկել։ Հերթական զրպարտությունն է եւ անհիմն մեղադրանքը հայոց եկեղեցու հանդեպ։ Ամենայն հայոց հայրապետը որևէ պատվիրակություն, որևէ համայնք չի ուղարկել։ Հավանաբար վարչապետը նկատի ունի այն, որ օրեր առաջ Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդ Գերաշնոր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը հովվական խնամքի նպատակով այցելել է իր առաջնորդության ներքո գտնվող Տիգրանաշեն համայնք, եկեղեցու սպասավորի ընտանիքին։ Հոգևորականներն ազատ են առաջնորդական գործունեության ու հոգևոր ծառայության իրականացման գործում եւ պետք չէ քաղաքական ենթատեքստեր փնտրել, եկեղեցուն ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, հայտնում են Մայրաթորի տեղեկատվական համակարգից։ Եկեղեցուն քաղաքական գործընթացների մեջ ներքաշող պատմությունները հորինվածք ու արհեստական օրակարգ են որակում Էջմիածնից եւ դրա հետ կապված Գերագույն հոգևոր խորհուրդը 3 մտահոգություն է հայտնել։ Մայրաթորից առավոտյան էլ հայտնեցին, որ կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսները վաղվա դատականիստին չեն ներկայանա։ Օրենքով այդպիսի իրավունք ունեն ու նիստին կլինեն միայն նրանց պաշտպանները։ Բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար։ Այս գործը վերաբերում է Մայրաթորի դեմ վարչապետի արշավին միացած 10 եպիսկոպոսներից Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին։ Կաթողիկոսը նրան պաշտոնանկ էր արել, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել իր պաշտոնում։ Մայրաթորը չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան, հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն։ Սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը։